Սիրով հրավիրում եմ Հրանտ Տեր Աբրահամյանին, պատմաբան, Մարտական եղբայրություն միաբանության հիմնադիրներից 2021 թվականի սեպտեմբերից։ Համեցեք Հրանտ։ Ապրեք բոլորդ որ եկաք, քանի որ այսօր սենց մենք մերոնցով ենք, ոնց որ ես ձեր գլուխը շատ չեմ տանի, այն ինչ որ նախատեսել էի ահագին կրճատելու եմ, հիմնական գործնական մասերից կխոսամ, բայց այն առաջի մասից ամեն դեպքում երկու բան ես ուզում եմ անպայման շեշտեմ, որտեղ նաև այս դահլիճից դուրս կան մարդիկ։ Մենք ես ուզում եմ շեշտեմ, որ այսօր նույնիսկ համեմատած հետ պատերազմեն առաջի տարիների հետ մենք նոր փուլ ենք մտնում, Հայաստանը նոր փուլ է մտնում, ես կասեի ավելի ծանր, ավելի խորացող։ Ես դա կոչում եմ խաղաղեցման փուլ, ինչի խաղաղեցման, որովհետև խաղաղությունը երկուստեք կամ բազմակողմանի գործընթաց է, բայց այստեղ խոսքը հենց Հայաստանի միակողմանի, այսպես ասած, խաղաղեցման մասին է, ենթարկեցման մասին է եւ ինքնիշխանության մնացորդների կորստի մասին է եւ սա դեռ սկիզբն է այս գործընթացի, դա օգոստոսի 8-ի այդ պայմանագրով ամրագրվել է եւ մենք նոյեմբերի 9-ից շատ ենք խոսում, բայց պետք է հասկանանք, որ օգոստոսի 8-ի պայմանագիրը պակաս չարիք չի երկրի համար եւ ավելի ճշգրիտ եթե լինենք սկսվել է Նիկոլ Փաշինյանի այցից Անկարա այս տարվա ամռանը 2020 թվականի այդտեղից է սկսվել եւ օգոստոսի 8-ին ամրագրվել է։ Ես նաեւ ուզում եմ շատ կարճ, ես գիտեմ որ դուք այդ բոլորդ գիտեք մեր այս լսարանը գիտի, բայց շատ կարճ նաեւ դրսի լսարանի համար այդ փուլի 2-3 կարևոր առանձնահատկություններ նշեմ, որտեվ այդ խաղաղեցումը ինքը իր մեջ մտնում է ոչ միայն արտաքին անverջ զիջումները ոչ մի բանի դիմաց, ինչպես եղել է նախորդ փուլերում։ Արտաքին, այսինքն սահմաններ, տարածքներ եւ այլն, այլև ներքին։ Մեր ներքին օրակարգը նույնպես այսօր ենթարկեցված է եւ ենթարկվելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի թելադրանքին եւ դա ինստիտուցիոնալիզացված է օգոստոսի 8-ի պայմանագրով, մի կետ կա, որի մասին շատ քիչ են խոսում, որտեղ ասվում է, որ ցանկացած ռևանշիզմի դրսևորում եւ այլն, մարդիկ մտածում դա ինչ-որ քնարական զեղում է, էլի ոչ։ Սա շատ վտանգավոր կետ է, որի մեկնաբանողը, ըստ էության մենք հասկանում ենք ով է լինելու ուժի դիրքերից, այսինքն լինելու են Ալիևը եւ Էրդողանը, իրենք են մեկնաբանելու ինչ է ռևանշիզմը, իրենց ցանկացած, իրենց համար հարմար պահին, եւ դա մենք տվել ենք մեր ներքին գործերին ցանկացած պահին միջամտելու գործիք եւ հայկական հայրենասերության նույնիսկ ամենատարական դրսևորում կարող է մեկնաբանվել որպես ռևանշիզմ եւ այդպես է լինելու է։ Եվ եթե այսօրվա կառավարությունը թվում է, որ իրենց դա չի վերաբերելու, ասենք ինչ որ Հրանտի պես չար մարդիկ մի օր կգան ռևանշիզմ կքարոզեն, չէ, դա հենց իրենց դեմ է նախ եւ առաջ օգտագործելու, երբ որ պետք լինի։ Եվ միջամտություն ընդཐུպ միջև ռազմական, պարտադիր չի ռազմական, բայց մենք մեր ներքին օրակարգը արդեն դրել ենք պաշտոնապես ստորագրված է դա փաստաթղթով, ես խնդրում եմ դա գիտակցեք, դա չկար մինչև 2025 թիվը։ Խնդրում եմ գիտակցել, պաշտոնապես դրված է մեր ներքին օրակարգերը, եւ այդ ներքին օրակարգերը մենակ քաղաքական չեն, այն ինչ որ այսօր ուղղակի զազրելի, եթե զազրելի բառն եմ ուզում ասեմ, այն ինչ որ այսօր քաղաքական գործիչները լրիվ իրենց կորցրած թույլ են տալիս իրենց։ Այսօր երկրի ղեկավարը ասում է, գիտեք ինչ, Հայաստանը տարածքներ է օկուպացրել, ու օտարի տարածք է մտել։ Հասկանում եք ինչ է դա նշանակում։ Եվ իրեն արձագանքում են այդ այսպես կոչված ընդդիմադիրները։ Ասում դե դու էլ պատերազմ ես հրահարել, ասում այո, Հայաստանը պատերազմ է հրահարել, հասկանում եք ինչ են անում այս մարդիկ, այսինքն այդ պատրաստում են արդեն այդ հողը եւ սրան զուգահեռ Բաքվում ընթանում է դատը, որտեղ ամենօրյա ռեժիմով սիստեմատիկ կորզվում են վկայություններ, որ Հայաստանն է այդ ամեն ինչ արել, ոչ մի Արցախ չի եղել, Հայաստանի բանակն է օկուպացրել, Հայաստանից են եկել բոլոր հրամանները եւ այս ամեն ինչ է նախապատրաստում, շատ པարզ բան, որ այսօր մեր հասարակությունը չեն բացատրում, չեն ուզում մարդիկ տեսնել, իրենց թվում է այդ խաղաղությունը, որ ասում են, այդ թուղթը կստորագրեն, հետո այն թուրքերը կգան, պամիդոր կծախեն, ոնց որ առաջ եղել է, քաղցր էր թուրքի պամիդորը, չէ, ասում են, թուրքը լավ էր վաճառում։ Գալու է պահը, անխուսափելի, սա տրամաբանությունն է այս գործընթացի, երբ որ Հայաստանի առաջ սա դրվելու է, որ դու օկուպանտ ես եղել եւ դու պետք է փոխհատուցես այդ բանը գալու, եթե այս ընթացքը շարունակվի։ Սա մենք պետք է գիտակցենք։ Մենք պետք է գիտակցենք վաղը մեր երեխեքին ինչ են սովորացնել։ Որտեւ եթե այսօր ասում են Հայաստանը մտել է օկուպանտ է եղել, ինչ են սովորացել 88 թվին ինչ եղավ։ Ինչ արեց հայ ժողովուրդը։
Ինչ են գրել դասակարգերում, երեխեքին ինչ են սովորացնում։ Ասում են հայ ժողովուրդը ագրեսոր էր, օկուպանտ էր եւ մեզ պարտադրելու են նաեւ մեղքի զգացողություն։ Սա հայտնի սցենար է միջազգային հարաբերություններում։ Այսինքն ռազմական պարտությունը մի բան է, բայց երբ որ հաղթողները կարողանում են պարտադրել պարտվածին նաեւ պարտվածի կարգավիճակը եւ պարտվածի գաղափարախոսությունը, սա լրիվ ուրիշ բան է։ Սրան առանձին պետք է հասնել եւ ենք հասել են։ Շնորհիվ հայկական քաղաքական էլիտայի բացառիկ ապիկարության եւ միայն սեփական անձնական շահի համար ամեն ինչի պատրաստ լինելու հասել են դրան։ Դա չի բխում օրինակ այդ ասենք նույն 20 թվի եթե ընդունենք որ ռազմական պարտություն էր հասկանալի է ինչ որ մի զիջումների պարտվածականում, բայց չի բխում մենք այդքանի կոպիտ ասած չենք պարտվել, նույնիսկ եթե ընդունենք իրենց տեսակետը որ պարտությունը անխուսափել։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Այսինքն ցանկացած հայ ամենապարզ հայրենասիրությունը վաղը կարող է մեկնաբանվի որպես ռևանշիզմ, եթե դու հայ հայրենասիր ես, ոչ թե ինչ որ մոդելի հայրենասիր, չգիտեմ, այդ որ հիմա ասում են, այս մոդելը, այն մոդել, պարզ։ Ամենապարզ տարական դու քո սեփական երկրում այլախոհ ես լինելու։ Սա մենք կտեսնենք, եթե մենք շարունակվի այս ընթացքը։ Ես սա ուզում եմ շեշտեմ, որ մենք հասկանանք ինչ իրավիճակում ենք մենք, որպեսզի հասկանանք ինչի պետք է հենց այս իրավիճակում գործենք եւ ինչ անենք։ Մյուսը ուրեմն դեռ չեմ ասում միջազգային իրավիճակը էլի ինչ երկար պիտի խոսեի շատ կարճ, այսինքն այս ամեն ինչը նաեւ տեղի ունենում մի միջազգային իրավիճակում, երբ որ անկայունությունը շարունակում է խորանում է, երբ որ միջազգային լեգիտիմությունը խարխլվում է, երբ որ ռազմականացվում է նույնիսկ այն ամենախաղաղասեր համարվող ազգերը, նույն Եվրոպան այսօր ռազմականացվում է, եւ մենք ասում ենք առանձին վեցած Հայաստանը ամբողջ մոլորակը հակառակը պետք է անի։ Մեր ղեկավարը ասում է մեր անվտանգության երաշխիքը լեգիտիմություն է, ինչ լեգիտիմություն։ Նախ ընդհանրապես լեգիտիմությունը չի կարող անվտանգության երաշխիքն է։ Այսօրվա իրավիճակում առավել եւս այսօր լրիվ հակառակ միտումն է աշխարհում։ Այսօր ազգայնականությունն է աճում աշխարհում, միտումը այսօր եվրոպական ժողովուրդները ոտքի են կանգնում 100,000-ավոր, միլիոնավոր միտինգներ են անում, ասենք Անգլիայում, չգիտեմ, Գերմանիայում, Ֆրանսիայում, մենք հպարտանում ենք, այսինքն մենք չէ այդ կառավարիչները, որ իրենք ազգայնականությունից ազատվում են։ Այսինքն դուք լավ այլ մոլորակից եք չեմ ասում։ Իրենք ուզում են մեր ժողովրդին պատմությունից դուրս հանել, որտեղ հիմա պատմական փուլ է, երբ որ ժողովուրդները պայքարում են իրենց կարգավիճակի համար, իրենց ազդեցության աճի համար։ Հիմա է հնարավորությունների փուլը։ Իսկ մեզ պատմությունից դուրս են ուզում անել օբյեկտ սարքել եւ ուղղակի տենց մի ձև յոլատար եկել։ Հիմա սրանց բխող խնդիրները շատ կարճ 3-4 կետ։ Մեկը ինքնիշխանության խնդիրն է, ասացի, ռեալ է դա թղթով ամրագրված է մեր ինքնիշխանության փաստացի եւս մի կտորի կորցնել թղթով ամրագրված է։ Մյուսը հաջորդ այլ շանս չունի այս ուժային աշխարհում, շանս ուրիշ չունի, բացի ուժային գործոնից նորից վերածել, այսինքն ուժով ուժին պատասխանելու կարողությունը վերականգնել, ուրիշ շանս չկա։ Սա այսօր ոչ ոք չի ասում հայ ժողովրդի։ Այս ամենի հիմքում նաեւ այդ թուլության գաղափարախոսությունն է, որ բոլորն են դրա կարողը։ Ոչ ոք չի ասում, որ հայ ժողովուրդ դու այսօր այս վիճակում ես քո անկախության կռվի մեջ ես, դու պետք է պայքարես, պատրաստես պայքարի։ Բոլորը ասում են դե մի քիչ ավելի լավ կբանակցենք, դե չգիտեմ արժանապատիվ խաղաղություն կլինենք, խափում են բոլորը ժողովրդին։ Խափում են, ճիշտ է, այնա որ հայ ժողովուրդը այսօր մի շանս ունի։ Ինքը պիտի պատրաստվի պայքարի եւ նորից վերածվի ուժային գործոն, եթե այս աշխարհում ուզում է ոչ թե գոյատևել, որովհետեւ կներեք գոյատևելը դա մարդու բանը չի։ Մարդ անկախ ու ազատ պետք է ապրի, այլ եթե ուզում է որպես հայ ժողովուրդ ազատ, անկախ եւ հպարտ ապրի։ Սրանք մեր ընդհանուր խնդիրներն են, մնացածը չեմ ասում, կան նաեւ իհարկե մոտակա քաղաքական կարևոր իրադարձություններ։ Մեկը 26 ընտրություններն են, հասկանում եք բոլորը, մյուսը, չգիտեմ, երբ 27 թվի նախատեսվող հանրաքվեն։ Ես հանրաքվեն, գիտեք դուք երևի բոլորդ ավելի նույնիսկ կարևոր կհամարեի, բայց ընտրությունները չեմ անկարևորում, որտեղ այդ հանրաքվեն ամեն դեպքում լինելու է մեր շանսը, հայ ժողովրդի շանսը ոչ ասել այս իրավիճակին։ Սա շանս է։ Այս շանսին մենք հիմիկվանից պետք է պատրաստվենք մտածենք, որտեղ եթե ստացվեց այնպես, որ հայ ժողովուրդը այդ հանրաքվեին կարողացավ ասել ոչ, ուրեմն մենք շանս կունենանք, որտեղ ամբողջ այս ստրատեգիան հիմնված է դրա վրա, որ հայ ժողովուրդը ասելու այո։ Եվ իրենք սա ներկայացնում են որպես խաղաղության հանրաքվե, մենք պետք է ներկայացնենք ճիշտ է, որ սա անկախության հանրաքվե է լինելու։ Ես հիմիկվանից սա նշում եմ, մենք մանրամասն խոսենք դրա մասին,
բայց պետք է հիմիկվանից մտածենք, պատրաստվենք բոլոր այն մարդկանցով, որոնց համար թանկ է Հայաստանի անկախություն եւ որոնք մտածում են, որ կարելի է քաղաքական շանս ստեղծել նույնիսկ այս իրավիճակում։ Այդ ուղղությամբ մտածել ընտրությունները մենք պետք է օգտագործենք նույնպես որպես գործիք, որպես միջոց այս մեծ հեռանկարը մեր աչքի առաջ ունենալով ճանաչելիություն ստանալու համար ես նկատի ունեմ ազգայնական այսօրվա անկախական ազգայնական տեսակետները, որպեսզի ճանաչում ստանան, որպեսզի մարդիկ իմանան, որ իրական այլընտրանք կա, որ կան մարդիկ, որոնք պայքարի մասին են խոսում, ոչ թե հանձնվելու անվերջ, ոչ թե յոլա տանելու, ոչ թե այն իրանց այդ արևելյան բազարի իմաստություններ են, յորղանի, ոնց են ասում, յորղանի գյորա, միշտ էլ այդ արտահայտությունը թուրքերեն են, չէ՞, որտեղ այդ բանը այդ արևելյան բազարի հոտն է գալիս, յորղանի գյորա, այս չէ, պայքարի կոչանող մարդիկ կան եւ իհարկե շատ ցանկալի կլինի, որպեսզի ազգայնականները, անկախականները կարողանան արդեն պարլամենտում ներկայություն ստանան։ Հիմա այս ամեն ինչի համար բնականաբար պետք է քաղաքական գործիք։ Դրա համար մենք այսօր խոսում ենք եւ նախաձեռնում ենք եւ պետք է փորձենք այս տարի դա իրականացնել ազգային հեղափոխություն կուսակցության ստեղծումը եւ այստեղ ես էլի երկու բան եմ ուզում ասեմ քաղաքական պայքարի մասին։ Կա երկու տարբերակ, ես երրորդը չգիտեմ։ Մի տարբերակը ավանդական հայկական մեր համար ավանդական տարբերակն է, գոնե այս վերջին 30 տարվա ես եմ դրա միջով անցել, բոլոր փուլերով անցել, ներգրաված եղել, ողջավորված եղել, նույնիսկ այս մոլերանտ քարոզել, այդ անգաղափարական խայտաբղետ բոլորի միացումն է մի կարգախոսով, այս ինչի հեռացիր։ Լևոն հեռացիր, Ռոբերտ հեռացիր, Սերժիկ հեռացիր, հիմա էլ Նիկոլ հեռացիր։ Բնականաբար, եթե նման խայտաբղետ ուրեմն բան է ստեղծում, դա ենթադրում է կարճատև պորտքում եւ բնականաբար դրական ծրագիր չի կարող լինել։ Դու ինչ ես ուզում, որտեղ խայտաբղետ ուժեր են, իրանք մենակ ասում են, սրանք չլինեն, ով ուզում է լինի, այդ գիտեք այդ փիլիսոփայությունն եմ ասում, ես էլ եմ դա քարոզել ժամանակին, դա սեփական փորձից եմ ասում։ Եվ դու չես կարող դրական ծրագիրոց դու ինչ ես անելու, դու մենակ գիտես ինչ չես անելու կամ ում պետք է հեռացնես։ Ես ուզում եմ ասեմ, ես ուզում եմ շեշտեմ, որ սա է հենց այն պատճառներից, կարևոր պատճառներից մեկը, որ մենք այսօր այդ վիճակում ենք, որտեվ դա իրականացավ։ Մենք դա 90-ականներից բոլորը այդ թվում ես քարոզեցինք, եկավ 2018 թիվը եւ մենք ստացանք վերջապես հեռացավ այս ինչիկը, թեկուզ երրորդը։ Եվ մենք ստացանք այն ինչ որ այսօր ստացանք, ինչու՞ որտեղ անգաղափարական էր, որովհետև բնականաբար եւ դրա պատճառով նաեւ պատահական մարդիկ կամ ոչ պատահական մարդիկ հայտնվում են վերևում, մենք հետո բողոքում ենք, որտեղ մարդկանց խնդիրը չի։ Դա այդ ձևի շարժումների խնդիրն է։ Դա ես ուզում եմ, որ այդ 2018-ը ես հասկանում եմ, որ իհարկե ժողովրդի բոլոր մեղուները արդար էին։ Ես ինքս էլ եմ ասում, բոլորը ընդդիմադիր շարժումներին մասնակցել։ Շնորհ 18-ին Աստված ինձ պահել է։ Շնորհակալ եմ շատ։ Այդ նշանը ինձ տվել է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ դա չարիք էր, դա մենք պետք է նայենք արդյունքով, դա չարիք էր եւ պատահականություն չի, որ այդ 2018-ը բերեց այսօրվան։ Եվ ազատվենք եւ այդ մտածողությունից եւ այդ մեթոդոլոգիայից։ Սա մի ճանապարհն է, ես դա մերժում եմ։ Կա երկրորդ ճանապարհը։ Ես ուրիշ այլընտրանք եմ ասում, չեմ տեսնում, այդ երկուսը գիտեմ։ Եթե չես ստեղծում այդ տիպի կարճատև, պորտքում, տարերային, ապագաղափարական հակառակը պետք է ստեղծես։ Այն ինչ որ այսօր Հայաստանը կարիքն ունի, գաղափարական, կազմակերպված, ես շեշտում եմ, կազմակերպված թիմային եւ տևական պայքարի պատրաստ ուժի, որտեղ այս ամեն ինչ որ ես ասի, ես այս նոր փուլն չի շեշտեցի, որտեղ կարճատև ելք չկա դրանից։ Չկա, ոչ թե ամեն տարի, ամեն ամիս ենք մենք ավելի ցած իջնում։ Ես չեմ խտացնում գույները, բայց ամեն ամիս եւ եթե այսօր նույնիսկ որևէ ազգային ուժ հենց մենք վաղվանից դառնանք կառավարություն, մենք սկսել ենք -20-ից, ոչ թե 0-ից, մենք -20-ի վրա ենք։ Եվ այդ -20-ից բարձրացնելու համար երկիրը շատ երկար ժամանակ է պետք, շատ լուրջ ջանք է պետք։ Դա տարերային կարճատև պայքարով չի լինելու, ես դրա համար ասում տևական քաղաքական պայքար։ Տևականի համար պետք է կազմակերպված ուժ, պետք է գաղափարախոսություն եւ պետք է թիմ։ Էսա մեզ այսօր պետք եւ ես այս ճանապարհն եմ տեսնում պայքար։ Հիմա ո՞նց անել որ դա լինի։ Եթե մենք սպասենք, ոնց որ մարդիկ սպասում են, դե ինչ որ կուսակցություններ, մանր խմբեր միանան իրար, չէ։ Ոչ մի կուսակցություններ պետք չի որ իրար միանան ու դենց ոչ մի բան դուրս չի գա, իսկ եթե դուրս եկող բան լիներ, դա 5 տարի է անցել։ Ուրա, ինչի չի լինում։
Չկա այդ պոտենցիալը։ Մենք պետք է ուրեմն դա ստեղծենք։ Մենք ասելով Հայաստանի շարքային քաղաքացիները, ոչ թե հրապարակային դեմքերով, ոչ թե ինչ որ չգիտեմ խոսացող գլուխներով, այլ մարդիկ, որոնք նույնիսկ կարող չեն պատկերացրել երբեք, որ իրանք ինչ որ նման process-ի մեջ պետք է մտնեն։ Դա մասնագետներ են, մարդիկ են, ապրում են, չէ, մենք պետք է ստեղծենք, ուրիշ տարբերակ չկա։ Ոչ դրսից, ոչ ներսից, ոչ ոք դա չի անելու բացի մեզանից։ Եվ խոսքը միլիոնների մասին չի։ Ես այսօր ասում եմ, պետք է ընդամենը 500 մարդ, 1000 մարդ, բայց 500-ներ այրիկ։ Եթե դրանք լավ կազմակերպված ուժ դառնան, դրանք անխուսափելի ի վերջո իրենց հետևից ժողովրդին կտանեն, անխուսափելի, բայց եթե չանենք դա, եթե անտդ նստենք, բողոքենք, հայույենք, ասենք, դե չի լինում կամ սպասենք, ինչ որ շատ հեսա մի հատ արագ մի հատ լուծում կգտնենք, կամ անընդհատ ասենք, դե ժամանակ չկա արդեն, անընդհատ մենք այս պարտվածի բողոքողի նվնվածողի կարգավիճակում կհայտնենք, որտեղ կազմակերպված փոքրամասնությունը միշտ հաղթելու են անկազմակերպ մեծամասնությանը։ Իսկ հայ ժողովուրդը այսօր անկազմակերպ մեծամասնություն է։ Մենք այդ մեծամասնության կորիզը, ակտիվը պետք է կարողանանք միավորենք, ելեմ ասում 500 մարդ, 300, 500, 1000 շատ լավ է, ընտիր է։ Այդքան է մեզ ընդամենը։ Այս բանին էտա պետք։ Ուրիշ բան պետք չի։ Նույնիսկ չգիտեմ ծրագրերի մասին այսօր չեմ խոսա, ոչինչ բանի մասին չեմ խոսա։ Այդ 500 մարդն է պետք։ 500 մարդը կլինի, կկազմակերպվի, ուրեմն երկիրը հաստատ մոտակա տարիներին ելք կունենա։ Չի լինի 4 տարի հետո էլ կհավաքենք, ասենք հիմա вообще նոր փուլ ենք մտել։ Լրիվ արդեն Էրդողանին ճանաչել ենք Հայաստանի նախագահ։ Ու կասեք դե հրանտը խոսում է մենակ։ Այդ 500 հոգի մարդը հենց այսօր պետք է։ Հենց այսօր։ Չգիտեմ 500 եմ ասում, 400 եմ ասում, էական չէ թվի այդ բանը։ Բայց գոնե այդքան պետք է, որովհետև գործ ահռելի գործ կա անել։ Չի կարող 40 հոգին անի այդ 500-ի գործը, բայց 500-ը կարա անի։ Ամեն ձևի ահռելի գործ կա անելու եւ համակարգված աշխատանքի խնդիր կա։ Եվ ես վստահ եմ, ես հավատում եմ։ Դուք ես չեմ ասում 3 միլիոն, 1 միլիոն, 100,000, 10,000, ես վստահ եմ, որ 500 հոգի մարդ կա Հայաստանում, որը իր կյանքով մեկ, ընդհանրապես ոչ թե քաղաքական կյանքով մեկ չի ընդունում, որ թուլությունը, խեղճությունը, ես չեմ կարող, այդ դա կարող կյանք լինի, դա կարող մարդու մտածողություն լինի, մարդ, որ գիտի, որ ինքը սեփական ուժերի վրա հիմնված, ամեն ինչ կարող, նպատակ ես դնում, լուծում ես, խնդիրը առաջ լուծում ես, ոչ միայն լուծում ես, ուրախանում ես, աղջիկները թող ինձ ներեն, աղջիկներն էլ դա վերաբերում, բայց նորմալ տղամարդը իմ կարծիքով նա է, որ խնդիրը տեսնում իր կյանքում, մարտարը տեսնում, ուրախանում, ասա պետք է լուծեմ, նորմալ չի, երբ որ մարդը ասում է, վայ, ես չեմ կարող, այս ինչ բարդ խնդիր է։ Այդքան 500 հոգի մարդ ես վստահ եմ Հայաստանում էլ ամեն երկրում է գոնե այդքանը կան։ Մենք ուղղակի պետք է իրար գտնենք եւ հասկանանք, որ մենք ունենք միասնական շահ, միավորվելու եւ մեր երկիրը մեզ հետ վերադարձնելու։ Հիմա ես ուզում եմ ավարտեմ։ Դրթատնա նստած իմ տնից։ Ուրեմն ինքը շատ է սիրում արտական եղբայրությունը։ Ասում է լավ մարդիկ են։ Բայց մա իմաստը չեմ հասկանում, ինչ է կանում։ Ես վերջերս հարցնում եմ։ Դե իմ մեղքն է լավ, որ այդքան լավ չեմ բացատրել, քիչ եմ տեսնում, քիչ եմ շփվում, բայց Տրթա ու բոլորին նաև։ Ես ուզում եմ քեզ հիմա բացատրել, իմաստը որն է։ Ավոնը զգուշացրեց երեք, ասում եմ, տեսեք հանկարծ ելույթ ունենալուց չհուզվեք։ Կարող մի քիչ հուզվեմ, աղջան։ Կաշխատեմ իհարկե չէ։ Ես հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ը։ Դե Տրթատը 6 տարեկան էր, թվում է երեխա ինչ պետք է հասկանա։ Եվ իրոք ասենք, ինչ-որ բաներ ասում էինք, բայց դե բարձր 6 տարեկան երեխան չի կարող այդ իրավիճակը պատկերացնել։ Բայց ինչն էր իմ համար իմ մեջ տարօրինակ, ես ինձ ինչի վրա էի բռնացել, որ չէի կարողանում իմ երեխա աչքին նայել։ Կներեք զգուշացրել էի, որտեղ այդ միշտ որ հիշում եմ զգացողությունը։ Որտեղ իմ տղայի աչքին մեջ չէի կարողանում նայել, ու մտածում էի լավ, այս տղին կմեծանա։ Ինչ եմ ես իրան ասել, ինչ եմ բացատրել։ Որ նորից իբր հաղթել էինք, իբր չգիտեմ, նորից այս խեղճ ազգը, նորից թույլ մուրացկան աշխարհից բանոց, այս եմ ես իրան պատմել։ Իմ համար դա շատ կարևոր մոտիվացիա էր եւ է։ Այսօր Տրթա ջան, ինչ որ անում ենք, ինչ որ անում եմ, իմ համար եմ անում, նախ եւ առաջ քո համար եմ անում, քո աղբոր համար եմ անում, որտեղ վաղը մեծանալու ես,
ու հարցեր է տալու տարբեր ու հայտնում են իմաստուն ջաջաներ, այդ իմաստած արևելյան բազարից։ Այդ յորանը գյորաբան sense յոլա տանենք ախպերս բան, եւ նրանք քեզ ասում են, որ դու թույլ ես, դու անկարող ես, դու հայ ես, դրամը դու խեղճ ես։ Քեզ են ասելու։ Ասում են, որ Ադրբեջանի թուրքը սուպերմենն է, դու չես կարող ոնց կարաս, դու այդ մի հատ սուպեր հերոս անհաղթարելի ուժ է։ Դու պետք է ինչ որ ասի, պետք է անես։ Թուրքը, որտեղ դու խեղճ ես, դու պետք է համակերպես, պետք է անես, քեզ հետ են սովորացնելու այդ մեծ իմաստունները հայոց, իրանք ուրիշ բան չեն սովորացնում։ Եվ ես կյանքում չեմ ուզենև թույլ չեմ տա, որ իմ տղաների ինչ որ մեկը տես բան սովորացնի։ Իրանց երեխեքին ինչ ուզում են թող սովորացնեն։ Իմոնց հետ, մերոնց հետ գործ չունեն, իրավունք չունեն։ Եվ մի բան էլ ասեմ։ Մեծանալու ես էլի։ Մի օր ասելու են այդ պապի ուներ եմ միակ այդ Ռաֆայել Ղազարյանը։ Դա ինչով էր ընդհանրապես այս կյանքում զբաղված։ Եկան մարդ էր 60 տարեկան գնաց Ղարաբաղ կոմիտե միացավ։ Ղարաբաղյան շարժման նախ այդ ինչ անիմաստ բան էր։ Երկրորդը ասել են նա ռուսի գործակալ էր, որտեղ KGB-ն է ստեղծել, բարձում է ոչ թե հայ ժողովուրդը։ Եվ ավելին, ասում են նա տերորիստ էր։ Եվ սա լուրջ եմ ասում, որտեղ թուրքերը քո պապուն համարում են տերորիստ են։ Հոտված էլ կա, որ բարի աչքերով էս մարդը իրական տերորիստ եւ թուրքերի, Ադրբեջանի թուրքերի ցեղասպանության գաղափարախոսներից է։ Այդ թուրքերն են ասում, վաղ քեզ դա հայերն են պատմելու։ Եվ ասում են դու պետք է մեղան չէ, դու պետք է մեղագաս քո պապու արածների համար, որտեղ քո պապը ցեղասպանա։ Սա քեզ հայերն են պատմելու։ Եվ որպեսզի դա չլինի, հենց դրա համար ժողովուրդ ջան, մենք այս գործը պետք է անենք։ Կարող չի հիմա քիչ ենք, շատ ենք, ինչ ենք պետք է անենք։ Պետք է այդ չկա, քաղաքականից դուրս ուրիշ տարբեր չկա այս հարցը լուծելու։ Թե լիներ ես ինքս հաճույքով այդ տարբերակը կգտնեի։ Մենք պետք է դա անենք, որտեղ վաղը այո, մեր երեխեքին դա է սովորացնում։ Մենք սրա համար ենք տարական բաների համար ենք այսօր պայքարում, եւ մենք պարտավոր ենք այդ 500 հոգին իրար գտնել եւ պարտավոր ենք ինքնակազմակերպել, ստեղծել եւ մեր ուժերի վրա հիմնված, որտեղ եթե մենք մեր ժողովրդին ասում ենք, քարոզում ենք, դու կարաս քո ուժերի վրա հիմնված պայքարում, մենք մեզնից պետք է սկսենք ցույց տանք։ Ոչ թե սպասենք ոնց որ ջաջա կգա, չգիտեմ, ռեսուրս կտա, որ մենք ամեն մեկս մեր ներդրումով սա պետք է անենք։ Այսպես թե այնպես մարտական եղբայրությունը սա անելու է, բայց մարտական եղբայրությունը մենք չենք։ Բոլոր այն հայերն են, որոնք դեմ են այս թուլության գաղափարությունը, որոնք գարշում են այդ թուլության դրոշից եւ որոնք հպարտ չեն նրան, որ իրենք թույլ են։ Եվ մենք մեր այս սերնդի ճակատից այդ ամոթը պետք է ջնջենք, որտեղ ամոթը մենք ես իմ սերնդի համար ամաչում եմ։ Մեծ սերունդը գնաց, մեր համար հաղթանակ կերտեց։ Մենք կորցրեցինք դա ամենաանտաղան ձևով։ Եվ եթե մինչև կյանքներիս վերջի շունչը չպայքարենք հետ վերադարձնելու համար, դա ուրեմն իսկական ամոթ մեզ, եւ դա մենք չենք ասելու, մեզ հաջորդ սերունդները ուղղակի ծիծաղելու են մեր վրա, նույնիսկ ամոթանք չեն տալու, մենք ծիծաղելի ենք լինելու։ Այս դրա համար մենք պետք է պայքարենք, որ դա չլինի։ Մենք պատմական գործ պետք է անենք, ոչ թե կուսակցություն ենք ստեղծում, որ ընտրություններին մասնակցենք։ Դրա համար ես ճկուտս չեմ շարժի։ Պատմության մեջ պետք է մտնենք, պատմական առաքելություն պետք է վեցնենք, պատմական գործ պետք է անենք։ Էս է մեր այսօրվա անելիքը, էս է մեր այսօրվա գործը։ Շնորհակալություն